Բարիգալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ սոցիոլոգ Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Խաչիկյան, վերջերս այսպիսի նախաձեռնություն կա ՔՎՕ-ն, որը արշավ է իրականացնում ուրեմն մասնակցային ժողովրդավարության հետ կապված, եւ այստեղ մի հարց է առաջանում։ Դուք այդ նախաձեռնության անդամ եք եւ ջատագովում եք քաղաքացիական մասնակցությունը ընտրական գործընթացներին եւ հատկապես քվեարկությանը։ Սենց օրեր առաջ խոսում էինք էլի ոլորտի մասնագետներից մեկի հետ ու ինքը ասաց հետեւյալ միտք ասաց. ես չեմ հասկանում ջատագովության մասնակցության, քաղաքական մասնակցայնության կամ ընտրությունների մասնակցության ջատագովությունը, որովհետեւ դա իրավունք է։ Մարդը ցանկանում է կօգտվի այդ իրավունքից, կօգտվի, չի օգտվի։ Ջատագովության իմաստը ո՞րն է իրավունքից օգտվելու։ Ես դες ասեմ ոչ միայն եվրոպական, այլ նաև ընդհանուր առմամբ աշխարհում բազմաթիվ երկրներում ընտրական մասնակցությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն։ Կան երկրներ, այո, այդպես է։ Օրինակ, Եվրոպայի, այսպես ասած, քաղաքական կենտրոնում Բելգիայում ընտրական մասնակցությունը պարտադիր է, չմասնակցության համար նախատեսված են տուգանքներ, բայց դա հիմնականում այդպես չի կիրառում եւ Բելգիան ունի մոտարապես 80+99 մոտ ընտրական ակտիվություն։ Նույն կերպ օրինակ Ավստրալիայում էլի պարտադիր է եւ չմասնակցելու դեպքում ոչ միայն տուգանք կարող է լինել, այլ նաեւ այլ պետական հնարավորություններից օգտվելու սահմանափակումներ։ Հասկացա։ Հիմա ինչու օրինակ 40% մասնակցություն կամ 80% մասնակցություն, տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը շատ մեծ է, հատկապես նրանով, որ այն թե հասարակությունը ում է ընտրում, դա ամբողջ հասարակության որոշումը պիտի լինի եւ քանզի այն հետևանքները, որը այդ իշխանությունը կամ այդ քաղաքական համակարգը պիտի ազդի հասարակության վրա, դա հասարակությունը պետք է ընտրի, թե ինչպիսի քաղաքական իշխանություն ուզում ունենա եւ այդ քաղաքական իշխանության ազդեցությունը բոլորի վրա է, հետեւաբար ինչքան շատ մարդ մասնակցի, այդքան ավելի արդյունավետ եւ այդ մարդիկ գոնե իրենց կյանքին, ապագա քաղաքական եւ հանրային կյանքին առնչվող իրադարձությունների վերաբերյալ նախապես դիրքորոշում կունենան, նախապես քվեարկություն կունենան ու իրենց քվեարկության հետ կապված գոնե հետո կիմանան հաջորդ ընտրություններին ինչպիսի վարկագիծ։ Իսկ եթե դիրքորոշումն է չմասնակցել, այդ մարդը որոշել է չմասնակցել։ Ինչու պետք է, գիտեք, այսպեսի խոսույթ կա, դրա համար եմ այդ հարցը տալիս, որ եթե չես մասնակցում, ուրեմն նպաստում ես այսինչ ուժի հաղթանակին։ Եթե մասնակցես, չես նպաստի դրան։ Ուստի չմասնակցելով, այսպես կանխավարկածային մեղք է դրվում այդ մարդու վրա, ի սկզբանե հիմա կան նման հայտարարություններ։ Դե չմասնակցելը մեղք քրիստոնեական առումով էլ կարելի է մեկնաբանել, որ օրինակ անտարբերությունը մեղք է, հուսահատությունը մեղք է, 7 մահացու մեղքերից չի, բայց մեղք է, բայց որպես մեղք դե մի քիչ չափազանցված Չէ, դե ես իհարկե փոքր չափազանցրեցի, բայց այնուամենայնիվ մասնակցելով բնականաբար ամենամեծ աջակցությունը տրվում է ամենապրոպորցիոնալ համեմատաբար ամենամեծ քաղաքական աջակցություն ունեցող ուժին ու հիմնականում դա իշխանական ուժերն է լինում։ Օրինակ, եթե իշխանական ուժը ունի պայմանական 30%-անոց աջակցություն, եթե ընտրություններին մասնակցում է 100%-ը, ինքը ունենում է 30%։ Եթե ընտրություններին մասնակցում է օրինակ 60%-ը, ինքը ունենում է բնականաբար ավելի մեծ արդյունք, այսինքն չմասնակցելով մարդիկ չմասնակցելով ընտրություններին աջակցում են գործող իշխանություններին եւ աջակցում են գործող իշխանությունների ավելի մեծ պրոպորցիա ունենալու։ Այսինքն ով ունի ավելի մեծ շանս, ինքը ավելի մեծ բնականաբար պատկերում այդպիսի ուրեմն ավելի մեծ ձայներ է ստանում։ Լավ, այնուամենայնիվ Հայաստանում մասնակցության պատկերը ինչպես է եղել եւ վերջին 30 տարիներին, եթե շատ հակիրճ անդրադառնանք սրան եւ մի կողմից ընդունված է ասել, որ Հայաստանում հասարակությունը գերքաղաքականացված է, այսպիսի նարատիվներ կամ խոսույթներ կամ, չգիտեմ, կարծրատիպեր կան, բայց մյուս կողմից հատկապես վերջին տարիներին կամ վերջին 10-15 տարիների ընտրությունները ցույց են տալիս, որ գերքաղաքականացված հասարակությունը մասնակցում է 49, 50, 52, 53%-ի շրջանակներում կամ 55։ Եվ անտարբեր գերմանացիները մասնակցում են, չգիտեմ, 70-80% շրջանակներում։ Կամ դանիացիներն ու շվեդները 80+ ընտրական ակտիվություն են ցուցաբերում։ Նայեք, քաղաքական սպառումը, ակտիվ քաղաքական սպառումը դեռ էլեկտորալ ակտիվության մասին չի։
Այսինքն հասարակությունում կարող լինի շատ ակտիվ քաղաքական սպառում, մարդիկ շատ ակտիվ սպառեն քաղաքական ինֆորմացիան, նույնիսկ վերարտադրեն, դիսկուրս ձևավորեն, բայց դա դեռ չի նշանակում, որ դա կվերաճի ընտրական մասնակցության։ Հայաստանում շատ ակտիվ են հատկապես տարեցները քաղաքական սպառմամբ եւ նույնքան ակտիվ են ընտրություններում, իսկ երիտասարդները ու երևանաբնակները ավելի пассив են ընտրություններում, բայց ելի բավականին ակտիվ են սպառման հարցում։ Այսինքն այս կամ այն կերպ ամեն դեպքում սպառում են քաղաքական տեղեկատվությունը։ Իմ կարծիքով ու նաև հետազոտությունները փաստում են այն, որ հիմնականում ամենամեծ դերը, որ խաղում է քաղաքական пассивություն, ընտրական пассивության համար, հիմնականում ընտրությունների արդյունքը որոշիչ չհամարելն է։ Ձայնը կարևոր չհամարելն է։ Ընդհանուր առմամբ ընտրության հնարավորություն չունենալն է։ Մենք ունենք 19 կուսակցություն տվյալ պարագայում, իսկ Հայաստանում 100-ից ավելի կուսակցություն։ Բայց զարմանալիորեն մեր հասարակության մեջ մի զգալի շերտ չունի իր նախընտրած քաղաքական ուժը։ Ոստի ինչ որ առումով տրամաբանական է նաև Այսինքն առաջարկի բացակայությունն է իրենց համար մեծ հաշվով քաղաքական առաջարկի։ Այո, բայց ավելի շատ, այսպես ասած, պերֆեկցիոնիզմն է երևի, որ պատկերացնում են, որ քաղաքականության մեջ պետքա իր սրտի քաղաքական ուժը լինի, մինչդեռ այդպես չի լինում, մարդիկ բնականաբար ցանկացած ընտրության դեպքում, նույնիսկ հագուստի ընտրության հարցում, ես ու դուք գնացել պիջակ են կտրել, միգուցե մեր պիջակի օրինակ կոճակները մեր սրտով չի եղել, բայց գույնը ընդհանուր առմամբ եւ կտորը մեր սրտով է եղել, այսինքն պետք է մարդը հասկանա, որ ընտրություն անելուց պարտադիր չի, որ իր սրտի իդեալական պատկերը լինի, այլ կարող է մի քիչ թերություններ ունենա կամ մի քիչ շատ թերություններ ունենա, բայց քանի որ դա ընտրական գործընթաց է եւ մտել ես խանութ, պետք է ընտրես, ցանկալի է ընտրես։ Չգիտեմ, ձեր ասածը մի քիչ հակասում է չայրած փոքրագույնի կոնցեպտին, որը մեր մոտ խորը նստած է, այսինքն այնպես չի, որ պերֆեկցիոնիստ ենք, մյուս կողմից նաեւ չայրած փոքրագույն ընտրող ենք։ Դե իրականում ամեն դեպքում, եթե նայում ենք նախորդ տարիների ընտրությունները, 48-49%-ը բավականին ցածր ակտիվություն է, որը եղել է 2018-ին եւ 2021-ին, իսկ մինչ այդ եղել է 55-60 ավելի բարձր եւ գնալով ընտրությունների ակտիվությունը իջնում է, իսկ վերջի երկու ընտրությունները համապետական չափազանց пассив են եղել, մինչդեռ տպավորություն է, որ հեղափոխություն է եղել, իշխանապողություն է եղել, պետք է որ մարդիկ իրենց հանրային ձայնը, այսպես ասած, արտահայտել են նաև փողոցում ու դա հանգեցրել է փոփոխությունների, բայց մարդիկ շարունակում են ընտրություններին չհավատալ եւ ավելի քիչ մասնակցել։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ կարևորագույն, այսպես ասած, խոսքը ասելիքը պիտի լինի, որ ընտրելը ամեն դեպքում ավելի ճիշտ ժողովրդավարական մեխանիզմ է, քան օրինակ բոյկոտը։ Իմ գնահատմամբ բոյկոտը ավելի շատ ինքնախաբեություն է, որովհետեւ ընտրություններին բոյկոտելով դա ավելի շատ ինքնախաբեություն է, եւ արդյունքը մեկը լինելու է այնպես ինչպեսին առաջարկների տեսանկյունից, որը կարող է trigger լինել, այսպես ասած, մարդկանց գնալու մասնակցելու։ Օրինակ կա ուժ, որը այդ երևի հասկանալով հանդերձ, որ մարդիկ, չգիտեմ, ընտրության հնարավորություն չունեն, իրականում գուցե պերֆեկցիոնիստ են, գուցե շատերին դեմ են եւ իհայտ եկա բոլորին դեմ եմ առաջարկը, հա, որ քվեաթերթիկում լինի այդպիսի առաջարկ։ Սա կարող է մարդկանց համար, այսպես այլընտրանքային ինչ-որ sense տարբերակ լինի, իսկապես ընտրության հնարավորություն լինի, թե դեռ քիչ է բոլորին դեմ լինել, պետք է այդպիսին մարդկանց աչքում երևալ եւ մարդկանց համոզել, որ ձեր քո միջոցով դու իրենք դառնում են բոլորին դեմ, իսկապես ընտրում են բոլորին դեմ։ Միանշանակ բոլորին դեմ եմ, որպես այդպիսին հետաքրքիր մոտեցում է եւ արտահայտում է այն հանրային դիրքորոշումը, որը կա հասարակության մի զգալի հատվածի մոտ, որ իսկապես բոլորին դեմ են, բայց բոլորին դեմ եմ մարդիկ նաև դեմ են բոլորին դեմ եմ կուսակցությանը հավանաբար շատերը ու բոլորին դեմ են եւ չեն ուզում գնան ընտրության, հետեւաբար դժվար բոլորին դեմ լինեն ու գնան ընտրեն բոլորին դեմին։ Յուրախություն թե ցավոք սրտի բոլորին դեմը հավանաբար չի հաղթահարի 4% շեմը, այդուհանդերձ որպես այդպեսին ես գնահատում շատ հետաքրքիր մոտեցում, բայց քվեաթերթիկում նույնիսկ բոլորին դեմ եմ լինելը այդպես մեծ ազդեցություն չի ունենալու իմ գնահատմամբ ընտրությունների արդյունքի վրա ու դա չի որ կարևորը։ Կարևորը գիտեք որն է։ Նախկինում էլ երևի մի քանի տարի առաջ կար ոչ ներկա, ոչ նախկին ոչ նախկին, ոչ ներկա ազգային ապագա, բևերներ իրականացնող։
Իրականում չմասնակցողներին կամ այսպես ասած բոյկոտելու կողմնակիցներին հիմնականում ինչ որ արդարացում է պետք, ինչ որ բացատրություն է պետք, ինչ որ ինքնաարդարացման սկզբունք է պետք, մինչդեռ իրականում մարդիկ ուղղակի հոգնել են քաղաքական գործընթացներից եւ պետքա հասկանանք, որ նույնիսկ իշխանափոխությունից հետո էլ մարդիկ չեն հավատում, որ անձերով, քաղաքական ուժերի փոփոխություններով երկրում փոփոխություններ են լինելու։ Այսինքն ավելի շատ այդ լուսավոր կետը, այդ հույսը, այդ ապագան է, որ ցավոք սրտի մարդկանց մոտ մի քիչ այսպես ասած իջել է, մի քիչ թուլացել է, բայց կարծում եմ, որ մեր հասարակությունը բազմիցս ցույց է տվել, որ իր ակտիվությամբ կարող է որոշակի գործողություններ ընթացք փոխել։ Որպես նաև սոցիոլոգի, որը հանրային տրամադրությունները բարբերաբար ենթադրում եմ, նաև չափում եք հետազոտությունների շրջանակում, հա, այ 2026 թվականի ընտրությունների ենթադրելի ելքերը, ինչպես հիմա տարբեր սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում, հա, մոտավորապես ինչ ենթադրելի ելքեր եք դուք տեսնում, կամ արժե հիմա խոսել դրա մասին, թե չարժե դեռ։ Արժե խոսել այնքանով, որ պատկերը մոտավորապես պարզ է, բայց չարժե խոսել այնքանով, որ դեռ ընտրական մասնակցությունը կարող է շատ մեծ դեր խաղալ։ Եթե ընտրություններին մասնակցի մինչև 50%, ապա իշխանությունները կհավաքեն զգալի, այսպես ասած, ձայներ, որ իրենց մեծ հնարավորություններ կտա։ Եթե 60% եւ ավելի մասնակցություն լինի կամ 55 եւ ավելի, այսպես ասած, 1.5 միլիոնին մոտ ավելի քաղաքացի գնա եւ ընտրի, ապա կարող է ստացվի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը հավաքի օրինակ 40%-ին մոտ կամ 40+ ձայներ քաղաքացիական պայմանագիրը, երկրորդ ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանը կհավաքի մոտ 20+%, Հայաստան դաշինքը 8% հաղթահարի եւ Գայք Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանը էլի 5%-ին մոտ, ու նաեւ շանսեր կունենան Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ եւ Հայկ Մարությանի ղեկավարած նոր ուժ կուսակցությունները։ Բայց դա այն դեպքում, եթե լինի 55+, եթե չլինի 55+, ապա հավանաբար 3 առավելագույնը 4 ուժ կանցնի խորհրդարան։ Շատ լավ, այդ մեծ մասնակցության թեզը կանխավարկած է, որ հենց չգիտեմ մինչև 50 է, ապա իշխանությունը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, 50-ից եթե բարձր է, ապա իշխանության հնարավորությունները փոքրանում են։ Այդ կանխավարկածի հիմնավորվածությունը որտեղից է գալիս, որովհետև այդ 50%-ը հասարակության, որ մասնակցում են ընտրության, դժվար թե կարդինալ տարբերվում է այն մյուս 50%-ից իր մոտեցումներով, հա, մոտավորապես այդպիսի բան կա նաև այդ հետազոտություններում, հա, եթե չգիտեմ 1500 հոգու են օրինակ վերցնում, չափում են կարծիք եւ տարածում են հասարակության վրա։ Այստեղ էլ 50%-ն է, ով ասաց, որ այդ 50%-ը որ 60% դառնա, անպայման ընդդիմությանը պետք է ավելի շատ ընտրեն։ Ասեմ Նիկոլ Փաշինյանի 10%-ը բոլորին են դեմ, կարող է գնան էլի հավասարաչափ բոլոր բաշխվի ձայները։ Նայեք, հիմնականում իշխանության տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի ձայները շատ, այսպես ասած, բյուրեղացած են, կրիստալիզացված են, այսինքն իրենց աջակիցները, երբ որ հարցում է արվում, օրինակ Նիկոլ Փաշինյանն ունի 30% աջակցություն, այդ 30%-ի էլեկտորալ մոտիվացիան բավականին ակտիվ է։ Իսկ այն մյուս ուժերի էլեկտորալ մոտիվացիան համեմատաբար ավելի пассив է։ Դրանով է պայմանավորված մարդիկ, ովքեր որ չեն գնում ընտրության, իրենք ավելի հակված է, որ կամ շատ պրոիշխանական չեն, կամ ավելի չեզոք են, կամ այլ ուժերին են աջակցում, բայց թերություններ ունեն, էլի, թերացումներ են։ Այդ հասկացա, օրինակ EVN-ի, չգիտեմ, հարցումները դուք տեսել եք, իրենք նաև փորձել էին չափել այն մարդկանց տրամադրությունները, որոնք որոշել են չգնալ ընտրություններին կամ դեռ կողմնորոշված չեն։ Այդ երբ որ նայում ենք այդ չափումները, ես չգիտեմ իրենց մեթոդաբանությունը եւ այլը, որքանով է բան, բայց այնուամենայնիվ երբ որ չափել են եւ հարցրել են, այ եթե գնաք, ում կընտրեք, այնտեղ էլ իշխանության ձայները քիչ չէին։ Իհարկե քիչ չէին։ Բավական շատ էին եւ ավելի շատ էին, քան ընդդիմության ձայները։ Ուստի եթե դրանից են գալիս ինչով է պայմանավորված էլի նույն հարցը, հա, որ եթե 50-ից ավել է լինում, ապա անպայմանորեն իշխանությունները պարտվում են։ Նույնիսկ ընդհանրապես, եթե ֆիքսում ենք օրինակ 30% ԿՊ-ի աջակցությունը ընդհանուր հասարակության մեջ, եթե նայենք չկողմնորոշվածներ, չպատասխանողներ կամ հրաժարվողներ, եթե նայենք իրենց մոտ հաստատ էլի Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը մեծ աջակցություն միգուցե կունենան, բայց ոչ 30%։ Այսինքն եթե այստեղ 30-ը օրինակ 15 է,
30% ԿՊ, 15% ուժեղ Հայաստան։ Այդ չկողմնորոշվածների մասնակցելուն ավելի քիչ հակվածների դեպքում կլինի օրինակ 20 եւ օրինակ 18։ Բայց եթե նայում ենք ընդհանուր առմամբ ինչ սցենար կարող է լինել, շատերը Գյումրիի սցենարը ասում են շատ վատ սցենար է, կամ ասում են Գյումրի 2 եւ դա ինչ չգիտես ինչի նեգատիվ են ներկայացնում։ Մի պարզ բան, Գյումրիում ավելի շատ մարդիկ գնացին ընտրության եւ արդյունքում իշխանությունը ունեցավ 36% ձայն, երկրորդ ուժը ունեցավ 20% ձայն, բայց այդ 20% ձայն ունեցողը կարողացավ միավորել մյուսներին եւս եւ արդյունքում կարողացան ձևավորել, այսպես ասած, ընդդիմադիր իշխանություն, ընդդիմադիր ավականու ղեկավարում։ Հիմա այս դեպքում չգնահատենք թե այդ ուժերը ինչքանով վատն են, ինչքանով, չգիտեմ, մեխանիկայի տեսանկյունից ճիշտ է, գուցե, բայց ուղղակի դուք էլ լավ գիտեք, որ թիմ ընտրություններ եւ համապետական ընտրությունները դրանք լրիվ տարբեր որպես թվերի տեսանկյունից են դիտարկում։ Եթե հիմա նայում ենք 100%-ի մեջ 30%-ը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, 30%-ը կարող է ընտրել, իսկ այն մնացածը եթե գնա ընտրության, հավանաբար մյուսների մեջ կբաշխվի ձայները։ Պարոն Խաչիկյան, ինչ հիմնական տրիգերներ կան, որ հիմա կարող են մարդկանց իսկապես կամ մի կողմից ապաթիայի մեջ գցել, բայց մյուս կողմից իսկապես խթանել, որ մարդիկ գնան ընտրությունների։ Իմ կարծիքով ամենամեծ խթանը նա է, որ մարդ պիտի պատասխանատվության զգացումը ընդհանրապես սեփական ապագայի ու հանրության ապագայի հետ կապված ամենամեծ տրիգերն է, որ մարդը պիտի գնա ընտրության։ Եթե նայենք այլ տրիգերներ, չնայած ժամանակակից աշխարհում մարդկանց կյանքը ավելի դժվարացել է ընտրություն կատարելու, որովհետև ընտրական ընտրության հնարավորություններն են շատացել, այդուհանդերձ ընտրություն գնալու վարքագիծը քաղաքացիական ցցուն կարևորագույն բաղադրիչն է։ Մենք ինչի քաղաքացիական պարտք, որ ասում ենք, ինչ քաղաքացիական պարտք ունի քաղաքացին։ Ունի ընտրելու նախ եւ առաջ, ունի բանակում ծառայելու, եթե պարտադիր ժամկետային զինծառայության նախատեսված է։ Ունի քաղաքացիական պարտք հարկեր վճարելու, ունի քաղաքացիական պարտք հասարակությանը, այսպես ասած, չվնասելու, օրենքներով առաջնորդվելու։ Ի վերջո հասարակական դաշինք է, չէ՞, պետության եւ հասարակության միջեւ։ Սահմանությունը դրա մարմնացումն է։ Ժան-Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի լոգիկայով եւ այդ հասարակական դաշինքի մեջ մենք միշտ ուզում ենք, որ պետությունը կատարի իր պարտավորությունը, մեզ ապահովի նպաստներով, սոցիալական աջակցությամբ, թոշակով մեր անվտանգությունը եւ այլն, իսկ մենք մեր քաղաքացիական պարտքը ինչի չենք ուզում անենք։ Ինչի մենք պետությունից ուզում ենք, որ մեզ լավ առողջապահություն տա, մեզ լավ անվտանգ երկիր տա, բայց չենք ուզում, որ մենք մեր քաղաքացիական պարտքը գնալ ընտրության ընտրել։ Եվ վերջին հարցը, որ հասարակության որ սեգմենտներն են ամենամոտիվացվածը ընտրությունների գնում առհասարակ, եւ որ սեգմենտներն են, որ առավել չմոտիվացված են եւ նրանց հետ դժվար է խոսել, դժվար է համոզել, որ գնան ընտրության։ Ամենադժվար համոզելը Gen Z-ին հուսամ, դեռ իրենց որոշակի սեգմենտ դեռ ընտրելու հնարավորություն էլ չի ունեցել, բայց հարցումներով երևում է, որ Gen Z-ն ամենապասիվն է լինելու, բայց հուսամ Gen Z-ն այս ընտրություններով ցույց կտա հակառակը, առհասարակ տարիքի ինչքան բարձր, այդքան էլեկտորալ ակտիվությունը ավելի բարձր, բնակությունը ինչքան դեպի մարզեր, ինչքան դեպի ծայրամասեր, այսպես ասած, ավելի ակտիվ, ինչքան դեպի կենտրոն, այդքան ավելի պասիվ։ Եվ բայց հետարքիր նույնքան մոտեցում կա, որ ինչքան դեպի ծայրամասեր, այդքան ավելի պրոիշխանական, ինչքան դեպի կենտրոն, այդքան ավելի հակաիշխանական։ Իդեպ այդպիսի տեսություն կա Վալերշտայնի համակարգերի տեսությունը, որ ասում է աշխարհի օրինակով է բացատրում, կա կենտրոն, հեգեմոն երկրներ եւ կա ծայրամասեր, պերիֆերիաներ, սեմիպերիֆերիաներ, ու նույն ձևով Հայաստանում էլ է շատ հստակ երևում, որ ինչքան կենտրոնին մոտ, կենտրոն, արաբգիր նույնիսկ թաղամասերով, արաբգիր ավելի մոտակա հատվածներ ավելի ինդիմադիր են, ինչքան ավելի գնում են դեպի մարզեր։ Այդպես եղել Հայաստանում, մշտապես։ Մեծ քաղաքների կենտրոններ ավելի ինդիմադիր եւ ծայրամասեր ավելի ոչ ընդդիմադիր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Արմեն Խաչիկյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։